Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու պայթյուններ են հնչել։ Սանա TV-ի հաղորդմամբ ոչնչացվել է հնդկական անօդաչու սարք։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրել է վիճելի տարածքի հրետակոծման համար։ Ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօդաչուն հետախուզական է եղել։ Հնդկաստանն իր հերթին Պակիստանին մեղադրել է Ջամուի եւ Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար։ Հնդկական բանակը հայտարարել է, որ Պակիստանի տարածքում, ինչպես նաեւ Քաշմիրի օկուպացված հատվածներում ոչնչացվել են ահաբեկիչների կենտրոններ եւ վերապատրաստման կայաններ։ Ավելի վաղ Պակիստանը հայտարարել է, որ մայիսի 6-ին Հնդկաստանի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 31-ի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ ձգտելու է Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների աստիճանական չեղարկման, եթե Դամասկոսը հավատարիմ մնա ներկայիս ուղեգծին։ Մակրոնը խոստացել է նաև քայլեր ձեռնարկել, որ Միացյալ Նահանգները եւս այդ հարցում հետևի Եվրամիության օրինակին։ Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը Սիրիայի նախագահին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունն առանց բացառության, անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից եւ քաղաքական հայացքներից։ Մակրոնը նաև հայտարարել է վերջերս դրուզների եւ ալևիների նկատմամբ տեղի ունեցած բռնության մեղավորների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Սիրիայի նկատմամբ Բրյուսելի քաղաքականության փոփոխությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Հունվարին Եվրամիությունը համաձայնել էր վերացնել պատժամիջոցները Սիրիայի տնտեսության մի քանի առանցքային ոլորտի նկատմամբ։ Սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի պատվին հայտարարված հրադադարը։ Ըստ Կրեմլի այն կգործի մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը ընդհանուր 72 ժամով։ Պուտինը հրադադարի մասին հայտարարել է ապրիլի վերջին, մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը։ Նախորդային հերթական տեսաուղերձի ընթացքում նա վերահաստատել է 30-օրյա հրադադար սահմանելու Կիևի առաջարկը։ Զելենսկին միաժամանակ նշել է, որ Մոսկվան այդ առաջարկին դեռևս բացի նոր հարձակումներից այլ կերպ չի պատասխանել։ Նա նաև հաստատել է ուկրաինական աթասաների հարձակումները Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայի վրա։ Ռուսական կողմից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինի հետ մղել հարձակումները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։ Վատիկանում հրավիրված կոնկլավի առաջին օրը չի հաջողվել ընտրել Հռոմի նոր պապ։ Սիքստինյան կապելայում տեղի ունեցած պապընտիր դռնփակ ժողովի կոնկլավի առաջին օրվա քվեարկությունից հետո մատուրի ծխնելույզից դուրս եկած ծուխը մոխրագույն է եղել։ Դա նշանակում է, որ քվեարկությունը արդյունք չի տվել եւ քահանայապետ ընտրելու իրավունք ունեցող կարդինալներն այսօր կշարունակեն դռնփակ ժողովն ու քվեարկությունները։ Այդ ընթացքում Սուրբ Պետրոսի հրապարակում համախմբվել է ավելի քան 45,000 հավատացյալ եւ հազարավոր լրագրողներ, ովքեր ցանկանում են ականատես լինել այդ պատմական իրադարձությանը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։